Շատ բարի։ Ես կհաղորդեմ։ Եղավ։ Դեղում է։ Բարև ձեզ։ Գնալու է։ Գնում եմ ջերմուղ, թե հարցը նող լինի, կգամ 2-ից հետո, կամ 3-ից։ Բարև։ Այս ոնց կլինի։ Պիտի սպասենք։ Ոնց սպասեցինք, հաստատ կգա։ Ձեր գործում պակաս թղթեր կա։ Ես ամեն ինչ բերել եմ։ Օրդերում 5 հոգի եք, իսկ ձեր ընտանիքում մարդ է պակասել։ Վաղը կբերեմ։ Հետո տեղեկանք է պետք, որ կոոպերատիվում չեք մասնակցում։ Ինձ ոչինչ չեն ասել։ Հիմա լավ չեմ հիշում։ Ասում են շուտով արձակուրդ եք գնալու։ Ինչ է, արձակուրդ էլ չգնալ։ Չի գնացել։ Ուր եք գնում, նստեք տանեմ։ Ոչ շնորհակալություն։ Հաջողություն։ Այս գործի վերջը ոնց պետք է լինի։ Լավ կլինի։ Ինչ գործակից վերցնել։ 1.5։ Գծագրերը ստորագրեց։ Ստորագրեց։ Մարկարյան, տեխնիկական բնութագրերը գործարանից բերեցիք։ Ես շրջսովետ էի գնացել եւ իմիջայլոց ձեզ ասել էի։ Վաղը բնութագրերը լինեն իմ սեղանին։ Ես դա իմիջայլոց չեմ ասում։ Ուրիշն ուղարկեք, ես 1000 գործ ունեմ։ 1000 գործ ունեցող 3 ժամ չի մնա շրջսովետում։ Ոչ թե 3, այլ 2։ Եվ հետո մի անհանգստացեք, տուն կտանեմ կաշխատեմ։ Չգիտեմ, վաղը բնութագրերը բերում եք։ Թող ուրիշը գնա արտագրի բերի, դժվար բան է չեմ հասկանում։ Ինչ կա որ։ Ուրիշին չեմ վստահում, որ թվերը խառնեց ինչ ենք անելու։ Կրակն ընկանք, որ վստահում եք։ Հետդ այդքան լավ էր։ Վերջերս ինչի մի տեսակ դարձել։ Տոներից առաջ հրավիրեց միասին գործուղման մեկնել Մոսկվա։ Գնայիր։ Привет. Ահա, թե դժվար չի բեճոր սանգուցնել տվեք։ Կեր Մարկարյան, ձեզ է կանչում։ Գալիս եմ։ Նոր այր, հիմա գալիս եմ։ Լավ։ Այն ժամանակ տես։ Վերջ ես պատմությունը գլխիդ փորձանք է բերելու։ Ինչ եմ անում, որ։ Ասում եմ ամուսինս մահացել է։ Մի տեղեկանք տվեք մեր ընտանիքի փաստացի կազմի մասին։ Հետո Ասում է դե փաստաթուղթ բեր, որ ամուսինս մահացել է։ Էտար Բանն չի, տանելը կտանեմ, բայց մի տեղեկանքի համար ես ու մարդ չեմ վերցնում։ Մամա Մամ ջան, մի դրան պարկացրու էլի։ Արի բարիս, արի նախշուն ջան։ Ահա, ահա։ Չէ, դու մաման գա։ Մաման գործ ունի։ Հիմա իմ բալիկի շորերը կհանե։ Տեսիր ունեմ նկարել։ Հա, ապրես։ Մամա, մամ սրան էլ պարկացրու։ Հայրենս վերջացրեցի։ Ստուգելու եմ։ Ստուգում ես ստուգի։
Իսկ մաթեմատիկան Նույնն է թողել։ ինչ մնաց։ Ռուսերենը։ Գնա սկսիր։ Առանց քեզ։ Սկսիր գալիս եմ։ Տասը թող դեր չտա։ Թող Բան չկա, ոչինչ։ Աննա, ձենդ չլսեմ։ Տիկնիկը դուր։ Տիկնիկն էլ քնի։ Դե շուր արի։ Ահա։ Խելոք։ Սոնա։ Սոնա։ Ես գնում եմ։ Սպասի, ուր ես գնում, ճնշումդ պիտի չափեմ։ Սպասի։ Կարեն, Սրա տակը չկպչի, հա։ բեր տատիկի ճնշումը չափեմ։ Էդ թող։ Ես նայում եմ։ Լավ եմ էլի, ինչ ես չա։ Գնա նստիր։ Եղավ։ Գնա դասը սովորի։ Էքուտ գործից հետո կգնայի, թող գային սարքեն այդ անտեր ծորակը։ Աղուն ինչ գիտես։ Զանգ տվեց էլ ինչ ասես, որ չասեց։ Այս տանը չես ապրում հերիք չի, լա դեռ ջուրն էլ գլխներիս ես չրչրացնում։ Դու ծորակ սարքող ես։ Ես Գնաս ինչ անես։ Տաշտը կդնեմ տակը թող մնա միջև կան սարքեն։ Ինչքան էր։ 160, 100։ Միշտ էլ էտա էլ։ Մի քանի կատլ ջուր է թափվել։ Էլ ոնց կլինի։ Վաղը երևի չհասցնեմ Կարենի ետևից։ Ոչինչ մի մտածիր։ Ես կգնամ կբերեմ։ Դե տես։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Զգուշ գնա։ Վերեցին։ Հրես։ Եղավ։ Ահա, եղա։ Որ դրա իրավունքը չունես, ինչ ես անում։ Լսիր, քեզ եմ ասում։ Ինչ ես ուզում։ Որ մի բան պատահեց, ինչ ես անելու։ Ես եմ պատասխան տալու, չէ։ Դու ով ես։ Քեզ համար եմ ասում։ Գոնե մի աման ջուր դիր կողքիդ։ Չի կարելի, չէ։ Քեզ թողնում չեմ անի։ Շատ պետք է։ Հետաքրքիր մարդիկ են։ Մի բան ես ասում, նեղանում գնում եմ։ Կարելի է։ Եկեք։ Քանի տրանսֆորմատոր։ Համաձայն հաշվարկի 8։ Վերիտաս։ Ինչ է բարահել։ Գալիս, ոտքի տակ է ընկնում, չի թողնում աշխատենք։ Ոնց է։ Էլեկտրիկն առանց իրավունքի զոդում է կատարում։ Այ Բադալյան, իրավունքին որ նայես, որ գործն առաջ կգնա։ Գնա գործիդ։ Երբ ես վերջացնում։ Որ չխանգարեն վաղը։ Զոդում է կատարում։ Այսպես ոնց կլինի։ Կլինի։ Արգելելը հեշտ է։ Հետևի իր մարդիկ ժամանակին քննություն տային։ Արի, տես ինչ եմ ասում։ Ասեք, լսում եմ։ Հա, ուրեմն։ Նախագծողներից մի գեղեցկու է եկել, գնա տես ինչ է ուզում։ Հաշվեցիք ինչ եղավ։ Երանի սրեմ։ Խնդրեմ։ Ասում են մի գեղեցկուի է եկել, բա ուր է։ Նախագծողներից չկան։ Ես եմ։
Քեզ ինչ պատահեց։ Ինձ ինչ պատահեց, ինձ ոչ մի բան էլ չպատահեց։ Գնանք։ Հա, գնանք։ Ստեսություն։ Մի րոպե դուրս արի։ Զբաղված եմ։ Ձեր ինչին է պետք մշակման այդ աստիճանի մաքրությունը։ Գուցեև պետք չի, բայց այդ որ կոնստրուկտորը չի ուզենա իրեն մի քիչ ավելի ապահով զգալ։ Ուզենալով ոչի, այդպես որ գնա խելքին ինչ փչեց կանի։ Սպասում եմ։ Ներեցեք։ Ասա։ Երեք միտեղ շատ պատական մեկ է ծանոթացա։ Ասել եմ իմ տուն էլ աղջիկ չբերես։ Լավ էլի։ Իրան որտեն ասա, տենց չես խոսա։ Ռոմանտիկ աղջիկա, կաֆե, ռեստորան, բան չի սիրում։ Ամեն անգամ մի բան հնար ունես։ Այ, աղբոր պես է շատ լուրջ հաշիվա։ Գալիս ես արի։ Լսի։ Այդ ինչ ես տենց կարմեր է։ Ինչի եմ կարմրել։ Այդ մադամնով, հա։ Քեզ ինչ։ Ուզում ես իրան էլ ասա, թող իր գունը գա։ Անեց իմիջելոց, միասին կնստենք։ Հա։ Շատ համեղ սուրճ էր։ Իսկապես։ Մի բան ասեմ չեք նեղանա։ Չէ։ Ինչու եք անվտանգության տեխնիկայի գծով աշխատում։ Գործ է անում ենք։ Երեսին ասելը լավ չի, բայց դուք ինձ ամեն ինչ շատ հիմնավորված մանրամասն բացատրեցիք։ Մանրամասը որն է։ Մի քիչ հասկանում եմ։ Կարող եք ավելի հարմար գործ գտնել։ Ախր մարդկանց հետ չեմ կարողանում աշխատել։ Ինչու։ Չեն լսում։ Ինչ չեն լսում։ Ինչու չեն լսում։ Ես իմ չեմ կարողանում լեզու գտնել։ Կարելի է զանգահարել։ Խնդրեմ։ Ընկեր Սարգսյան, առավոտից գործարանում եմ։ Բաժնեվարիչը թղթերը փակել է պահարանում գնացել։ Դուք որոշեք։ Տեսար դրան։ Մի րոպե։ Ես կողերն եմ արեցել։ Եթե շտապում եք, ես տվյալներն իմանամ, զանգահարեմ ձեզ ասեմ, որ իզուր չսպասեք։ Արդեն ձանձրացրի։ Ինչ եք ասում։ Մարդ եմ անգալից, որ հետը մի քիչ զրուցեմ։ Շատ լավ, հիմա կգրեմ տան և հիմնարկի հեռախոսները։ Վերցրեք, ես գնացի։
Համեցեք։ Ծանոթացիր։ Սա էլ մեր Ռուբենը։ Ռուբեն։ Շատ ուրախ եմ։ Հանվեք, ներս անցեք, Վարդան, ես մի փոքր գործ ունեմ։ Հա, դու քո գործով զբաղվի։ Մի անհանգստացի։ Վայ։ Չտեսնված գլուխ ունի։ Միասին գնացել ենք կինո։ Տեսա, մյուս օր իր տանը սարքեց։ Հետաքրքիր է։ Միացրեք։ Սա իսկական հեքիաթ է։ Հեքիաթը դու ես։ Ճիշտ է, հիմա սենտիմենտալ խոսքեր չեն ասում, բայց ոնց կարող ես ապրել ես անտեր աշխարհում առանց սենտիմենտի։ Շուրջդ այնքան գոհություն կա, որ երբ մի լուսավոր կետ ես տեսնում, ուզում ես 4 կողմը անթաթի դերի նման պտտվել, պտտվել, պտտվել։ Ինչ կխմեք։ Միայն սուրճ։ Էլի սենտիմենտը ասեցիր։ Ինչ սենտիմենտ։ Էն, թիթերը, բանը։ Բա ես պոետ չեմ, որ ամեն մեկի համար մի նոր բան մոգոնեմ։ Ինչա, կոֆե չունես։ Չգիտեմ, կնայեմ։ Աշխենցոցայից ուզելի։ Գնա մոտ անհարմար է, ես կբերեմ։ Դե շուտ արա։ Ինձ տեղեկանք է պետք մեր ընտանիքի փաստացի կազմի մասին։ Խնդրում եմ։ Ընկերուի, հերթնում համար։ Լավ։ Բայց ես շատ եմ շտապում։ Դա արդեն չէ, ես էլ եմ շտապում։ Բոլորն են շտապում առանց պատասխանի։ Ես ինչի՞ մայր։ Դե մայր արի։ Շտապեցեք քնել։ Դերքի օրինակը։ Հախուհի, հայոց։ Վերջը որ գարնա սոլենը ասյան խալը։ Շտապեցեք քնել։ Դերքի օրինակը։ Հախուհի, հայոց։ Վերջը որ գարնա Ստացվեց։ Ինչքան։ 764։ Այո։ Հա, բարև ձեզ։ Սպասեք թուղթը մատիտ վերցնեմ։ Հիմա։ Վարդան Մամիկոնյանը արձանի մոտ հարմար է։ Լավ, հիմա գալիս եմ։ Այսօր Մի 10 րոպեով գնում եմ գամ։ ես սպասեմ։
Կներեք մի քիչ ուշացա։ Ոչինչ։ Ես որտեղից եք թրծրել։ Չեմ թրծրել, ավելորդ պատճի ներկային հավաքեցի կազմեցի։ Բայց ինձ միայն բնութագրերն էին հարկավոր։ Չէ, ուրիշ բաներ էլ կան։ Հիմա կասեմ։ Մի լույս տեղ որ լիներ, եկեք։ Եկեք։ Սրանք բոլորն էլ պետք են գալու։ Սա բրոնզի օգտագործման դեպքում, սրանք պլաստմասայի դեպքում, սա ջերմաստիճանի փոփոխման գրաֆիկն է, մի խոսքով թող լինի չի խանգարի։ Շնորհակալություն։ Վերցրեք։ Շտապում եք։ Այո։ Ափսոս։ Ինչու։ Մի քիչ կխոսեինք։ Խոսեք, լսում եմ։ Ինչ խոսեմ։ Ճիշտ է, հիմա սենտիմենտալ խոսքեր չեն ասում, բայց ոնց ապրես ես աշխարհում առանց սենտիմենտի։ Շուրջդ այնքան գորշություն կա, որ երբ մի լուսավոր կետ ես տեսնում, ուզում ես դիտերին ման շուրջը պտտվել։ Դուք ուրիշ հոգս չունեք։ Ինչ հոգս։ Տուն, ընտանիք։ Ես ամուսնացած չեմ։ Երանի ձեզ։ Գնացի։ Ես ես կուղեկցեմ։ Ոչ, ես մոտ եմ ապրում։ Շնորհակալություն, ցտեսություն։ Նայ, ինքը չի։ Հա, ինքն է։ Ռուբո, չտեսնված ռոմանտիկ աղջիկներին հազիվ համոզե բերել եմ 5 րոպե մտնեք դուրս գանք։ Գնա, ես քո հավեսը չունեմ։ Ես մի շիշ բանա քո ներկայությամբ խմած գնանք։ Վարդան ձեր քաշի ինձնից։ Լավ է, Լինելու բան չի, անգամ մի երկարած։ Խնդրում եմ։ Սպասի։ Թող։ Տվյալ մոմենտին ինձ խայտարակ ես անում։ Դու ես ինձ խայտարականում։ Լսի դու լրիվ ցնդել ես։ Ուրեմն 65 մետրանոց 3 սինակի դիմաց ինչքան տարածություն եք հանձնում։ Իմ 34-ը եւ մորս 20-ը։ Տեսնում եք։ Հա, բայց փոխանակող կողմերը համաձայն են։ Փոխանակող կողմերը շատ բանի կարող են համաձայնել։ Դրանով ինչ եք ուզում ասել։ Դրանով ուզում եմ ասել, որ փոխանակող կողմերը հաճախ գործարքի մեջ են մտնում, ավել տարածություն տվողը փող է վերցնում։ Մեր դեպքում գործարք չկա։ Ով կապացուցի։ Եվ հետո պետությանն օգուտ է, որ մեծ բնակելի տարածությունում ավելի բազմանդամ ընտանիք ապրի։ 5 հոգին բազմանդամ չի։ Սեդա Մարգարյանի գործը այս նիստին պատրաստ չի։ Ներկա պայմաններում 65 մետրանոց բնակարանը 5 հոգու համար շատ է։ Ասում եք մի բան կմտածեմ։ 4-րդ ամիսն է գնում գալիս եմ։ Բոլոր փաստաթղթերը հավաքեցի։ Ախր խեղճ չի հասցնում այդքան գնալ գա։ Դե գիտես ինչ սիրելիս, այդպես ոչ չի։ Վերջապես օրենքի առաջ պատասխանատուն ես եմ։ Սպասեք։ Մի րոպե։ Իմ երկու սենյականոց 34 մետր։ Եվ մորս մի սենյակը 20 քառակուսի։ Հանգստացեք։ Նստեք։ Ասում եք գործարքի մեջ եք։ Արի ինձ մոտ։ Բարև։ Գնացեք եւ ընկերու հարցը օրենքի սահմաններում լուծեք։
Հայ, կառնեք։ Ես սրանից չես ազատվում։ Գիտես, հեշտ է։ Ախր դժվար է չէ երեք երեխա է մեծացնում։ Մի հուզվիր։ Հանգստացիր։ Ոնց հանգստանա, ամեն ինչ թողել եմ, տուն, տեղ, հոգս, ընկել եմ ձեր ետևից։ Իսկ ով հոգս չունի, Սոնա Մարգարյան։ Բայց քեզ ընկերաբար ասենք, որ այս հարցը օրենքի սահմաններում չի լուծվի։ Մտածենք, դեմ չեմ, էլի մտածենք։ Գուցե հանդիպենք, պարտադիր չէ այստեղ, մարդկանց հետ խոսենք, զրուցենք, գուցե լեզու գտնենք, ով գիտի, եթե իհարկե դու համաձայն ես։ Տեսեք ոնց կասեք։ Ուրեմն տես, բարձր մեզ 4-րդ տակ 41 սենյակ։ Ամենավերջում լուսամուտի տակ ինքը նստած է։ Վարդան, ճիշտ ենք անում որ։ Դե լավելի դու էլ տնա շատ ուրացրիչ։ Մտնում ես մի հատ օբշի բարև։ Բա հետո։ Հետո մանրամասն գծագրի պատմություն ես անում, որ բան չկասկածեն, հետո էլ խոսքը բերի ոնց որ ասում են։ Հաստատ սխալ ենք անում։ Մի վախենա։ Չվախենում է, վախենալը որն է, ուղակի մի քիչ։ Եղածը մի բան չի։ Տես մենակ թե չշշկրվես։ Շշկրվելու ինչ կա, բայց գնա։ Վստահ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Չզարմանաք։ Այո, լսում եմ։ Ձեզ հետ խոսելու բան ունեմ։ Նոր գծագիր եմ բերել։ Պատվիրատու գործարանի ներկայացուցիչն է։ Պետին ասեք։ Ձեր աշխատանքը թեթևացնելու համար ես մի առաջարկություն ունեմ։ Լավ կլիներ ձեր առաջարկությունները ժամանակին անեիք։ Մենք հաշվարկներն արդեն ավարտում ենք եւ ես ոչ մի նոր առաջարկ չեմ ընդունի։ Եթե նույնիսկ վերևից կարգադրեն, այնպես որ վերցրեք ձեր գծագիրը, թող մնա մի ուրիշ անգամ։ Կընդունեք, որ կարգադրեն, կընդունեք։ Դուք արտադրության պետն եք։ Ոչ։ Իսկ ով եք։ Անվտանգության տեխնիկայի ինժեներն եմ։ Ուզում էի ձեր գործը հեշտացնել։ Շնորհակալություն։ Ստեցյուն։ Ոնց որ թե մի քիչ չէ, շատ։ Ծիծաղելու ինչ կա, մարդն առաջարկություն էր բերել։ Են ինժեներից էլ ձենձուն չկա։ Ոնց չկա, միշտ էլ զանգ է տալիս, բայց սա չի մոտենում։ Ես էլ ասում եմ տալ չի։ Լավ, ինչի, կարող է կարգին մարդ էր։ Կարող, ինչի՞ չէ։ Քանի ոտից ձեռից շատ չեմ ընկել, այս երեխեքին կնայեմ։ Թող մի լավ մարդ գտնի ամուսնան։ Մենակ թե առաջինի նման չլինի։ Հա, խեղճ աղջիկը շատ տանջվեց Հայկի ձեռին։ Էն ինչ էր նրա կյանքը։ Հիմա էլ բնակարանի հարցը, այս ճնշումն էլ մի կողմից է ինձ խեղճացնում։ Սկսվեց։ Դե ասեցինք մածնով ջերմուկ խմի էլի։ Ռանուշ ջան, ինձ չի օգնում։ Իմը ներվերից է։ Լավ էլի, ներվեր, հաներվեր։ Բա մենք ոնց ենք դիմանում։ Մենք ես աշխարհից չենք, մարդ պետք է մի քիչ էլ հարմարվող լինի, չէ։ Աղջիկդ էլ քո կտորն է։ Հորաքույր, ես ինչ եք խոսում։ Ասածդ ինչ է։ Քնած չէիր։ Չէ։ Ասածս էնա, որ նեղության ժամանակ հարազատին պիտի օգնության հասնի։ Հորաքույր, մեր տանը ոչինչ չի պատահել եւ ոչ մի նեղություն չկա։ Այ բալա, ամիսներով ընկել ես այդ շրծովետների դռները ու չես ասում, որ մի գարուշ հորեղբոր տղա ունես, որ
Առավոտից իրիկու նրանց հետ է նստում վերկենում։ Մի քիչ աչքաբաց եղիր, էլի։ Յա։ Մի անհանգստացիր հորաքույր։ Ես ինքս իմ հարցերը կլուծեմ։ Ու եթե պետք եղավ, կհարմարվեմ։ Վայ։ Արի ես մեջքս կապի գնամ, են տոպրակն էլ դուր։ Շաբաթ կիրակի երեխեքին վերցրու արի, թող գլուխը մի քիչ հանգստանա։ Спичиной балам, лацасти цагемаре. Дост душмани спичиной балам, лацасти цагемаре. Դուշմանի սպիչինայի բալամ, լացսի ծաղեմարել Դոստու դուշմանի սպիչինայի բալամ, լացսի ծաղեմարել Արևա մեզի, լավ աղջիկ մերլիմ կեզի Արևա մեզի, լավ աղջիկ մերլիմ կեզի Դոստու դուշմանի սպիչինայի բալամ Աղջիկ մերլիմ կեզի Դոստու դուշմանիս միչինեի բալամ Լացս ծիծաղեմար Ու yaman yar can Vodից կալու գմար can Ու yaman yar can Vodից կալու գմար can Դու չորաս ես ես գզե can Չոլնեհիք իրար տավա can Դու չորաս ես ես գզե can Չոլնեհիք իրար տավա can La 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 Կարելի է ձեր տեղը փոխել։ Նստեք։ Դու արի մոտ ես։ Բրավո, Ժորժ, նստի։ Ես պատխադրեմ, համեցեք։ Գյորգի, ինձ մոտ։ Գյորգի։ Ես մեկ իրար երես տեսնելը չլինի, մարդ գործի մեջ կխեղդվի։ Ազդի, ճիշտ է։ Ոնց եք։ Նստի։ Քույրիկս է Սերգեյ Արամիչ, ծանոթացեք։ Իսկապես։ Դե ուրեմն լավ զգացեք։ Մենք մեզ լավ չենք զգա Սերգեյ Արամիչ, միջև չխոստանաք, որ քույրիկիս մի փոքր հարցում պիտի ընդառաջեք։ Ընկերոջս քույրիկի հարցը լուծված համարենք։ Դե լավ է, ուրիշ ոչինչ։ Էդ ինչ հաշիվա։ Չափավոր խախտեցիր համոզորը։ Վերցրեք։ Խոսքով ընկանք կենոսները մոռացանք։ Դավայ։ Վերցրինք բաժակները։ Միշտ ամենաշխումի այսի։ Շնորհքը տան պակաս կարոջան։ Սրան որ լսում եմ Յալտանամիտ ու գալիս։ Կարո Դավիթ ասմես Յալտայում ինչն ես հիշում։ Մեզ մանրամասնությունները չեն եկել։ Ժորժ, եկեք դրանցն քանուր, էլի բոլորս իրար։ Մենք բոլորս Գորգի ջան, քո կենաց աղբեր, լավ էլ։ Հանգիստ։ Արիշտե, եկա Սերգեյ Արամիչ, եկա։ Լսում Սերգեյ Արամիչ։ Լսում ես ինչ ասում։ Եղա, աչքիս գա, դու ժամանակ ունիս Սերգեյ Չեք ձանձրանում։ Չէ, շնորհակալություն։ Այստեղ հեռախոս կա։ Այո։ Կարող եմ զանգել։ Իհարկե կարող։ Այդա ջան, այդ դուրը բաց արա թող ընկերուին զանգահարի, հանգիստ խոսե։ Շատ լավ։ Հեռնի, բարի։ Ինչ կա Սերգեյ Արամիչ։ Ասում ես հետո ո՞վ։ Ոնց թե քույրիկս։
Ես կասեմ իրան։ Туманно кругом тоскливый безотраден мой путь, а прошлое кажется сном, Մարդ չունի, մարդը մեռել է։ Յա, թե շատ ես ուզում, ասեմ փոխանակման գործը քեզանից է կախված, բերեմ նստացնեմ կողքդ։ Այդ հանգարց չխայտարակվեն։ Սերգեյ Արամիչ, որ մտքին չլիներ կգար։ Այդ մեկը ճիշտ ես ասում։ Կարքին աղջիկը քեզ հետ ինչ գործ ուներ, ավազակ։ Սպասի, շատ։ Դու իմ մասին հետ ինչ կարծիք ես, Սերգեյ Արամիչ։ Էս էլ իմ լավությունը։ Мне некого больше любить. Ямщик, не гони лошадей, то было лишь ложь, обман. Прощайте, любовь и мечты. Բարև ձեզ։ Բարև։ Ինձ քաղաք կտանեք։ Ինչի չեմ տանի քուրիկ ջան։ Մի րոպե։ Որտոց։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Սոնա։ Երկու ժամ է ձեզ եմ սպասում։ Աստծո սիրուն հանգիստ թողեք ինձ։
Գնանք մի քիչ քայլենք։ Գնանք։ Աղջիկ ժամանակներս, երբ տղաների հետ հանդիպում էինք, հարցեր էինք տալիս։ Ինչ գրող է սիրում, երաժիշտ, դերասան։ Եվ պատկերացրու ինչ-որ բաներ պարզվում էր։ Տեստի սկզբունքով։ Տեստի սկզբունքով։ Ցրտեց։ Գնանք մի տեղ նստենք։ Սուրճ կխմենք, երաժշտություն կլսենք։ Էս տեսքով։ Գնանք ինձ մոտ։ Գնանք։ Իսկ մենք ամբողջ դասարանով որոշել էինք ճամփորդել։ Նստեք։ Նավով։ Եվ ինչ ծրագրեր էինք կազմում։ Օր ու գիշեր դրա մասին էինք մտածում։ Քնում զարթնում էինք այդ երազանքով։ Ուզում էինք ծով փախչել, բայց դեռ տեղ չհասած բոլորիս ծնողները ձեն-ձենի տված եկան ու մեզ դնգստելով ետ բերեցին։ Սոնա ես մեքենայի համար հիշում եմ։ Եթե նա ձեզ նեղացրել է, ձեռքիցս չի պրծնի։ Ինչ մեքենա։ Բեռնատար, որ ձեզ բերեց։ Բեռնատար։ Նա հիանալի մարդ էր։ Երանի թե բոլորը նրա նման լինեին։ Եվ հետո ես նրան առաջին ու վերջին անգամ տեսա։ Ով կմտածեր։ Հիմա ուտելու բան կբերեմ։ Ռուբեն, Լսում եմ։ մի հարց տամ ձեզ։ Կարող եք պատասխանել։ Ասեք։ Ինչ բան է երջանկությունը։ Այդ հարցի վրա քանի փիլիսոփաներ են գլուխ ջարդել, բայց ես կաշխատեմ պատասխանել։ Չեք կարող։ Ինչու՞։ Որովհետև երջանկություն չկա։
Կանք պարտականություններ և հոգսեր, հոգսեր, հոգսեր։ Ես այդ հարցին կփորձեմ մի քանի պատասխան տալ։ Պատասխան համար 1. Մարդու երջանկությունը մարդկանց երջանկացնելու մեջ է։ Պատասխան համար 2. Սիրածդ գործին նվիրվելը։ Պատասխան համար 3. Ճամփորդությունը։ Եվ վերջապես իմ կարծիքով երջանկության մեխանիկան։ Ռուբեն, ես գնում եմ։ Ես պիտի գնամ։ Հիմա։ Ահա, տես թե ուր հասանք, սպասիր։ Լավ տուն է, չէ։ Շատ։ Ես այս տանն եմ ծնվել։ Բա, դե գնացինք։ Բանակատու էինք պահում։ Մեծ կանաչ աչքերով։ Հեչ կատու չեմ սիրել։ Մերը շատ լավն էր։ Կուչ էր գալիս ոտքերիս տակ քնում։ Այս պատշգամբում ապրում էր մեր թաղի ամենաչար տղան։ Իսկ ես բակով կարճ ճանապարհ կար դեպի հարևան փողոցը։ Արի գնանք։ Արի։ Արի։
Գիտես ինչ Ռուբեն, լինում են պահեր, երբ հաստատվում ես ինքդ քեզնից։ Հարազատներից մի խոսքով ամեն ինչից։ Բայց բարեբախտաբար լավ էր, որ երեք հանդիպեցինք։ Կուզեի ձեզ ամեն օր տեսնել։ Դա անհնար է։ Ինչու։ Խանգարող հանգամանքները շատ են։ Ես կարող եմ Ստեսություն։ Ես Լիլիթ հենց տանն էի։ Մենք Լիլիթ տուն զանգ ենք տվել։ Ընտեղ չէիր։ Экстра шиша. Лиц. Привет. Բարև։ Ուրեմն Մի վրազեք, հանգիստ հասներդ Մոսկվա, Բաջար տվեք։ Երևան, Բեյրութ։ Ստուարդեսը, երեք շատ պատական ծանոթացա։ Այդ ուղա։ Արդեն միջազգային մասշտաբների ես հասել։ Չասը, հետը մի ինգերոյի վերցնի գանքում մոտ մի քիչ ժամանակ անցկացնի։ Բաջակները լիքն են։ Հա, Հացարված է։ որը բարին են կատարել։ Ամեն։ Ամեն։ Անուշելի։ Այս ինչ է առեց։ Արաղ են խմում, գիտես։ Կոնվերել մոտ։ Մի բան որ եղավ դե արի ու։ Ջուրա։ Ինչ գիտես։ Ոստ է։ Սրանք բոլորը վարախմողն են։ Լսի Ռուբո, ասում են թե այդտեղ ամեն մեկին չեն ընդունում։ Նստում հատուկ ջոգում են, որ բոյով լնեն, սիրուն, օտար լեզու իմանան։ Մի հարցնող լինի թե օտար լեզուն ինչի դա պետք է։ Լավ էլի։ Հիմա ինչ ես ասում։ Չբերեմ ընկերուհու հետ։ Ինչ-որ բարինա Չէ, թող են կատարել։ չբերես։ Ամեն։ Լավ ասա հասկանանք, այդ գործդ ինչի չես փոխում։ Քեզ պետք է սրանք արագ խմեն, չեն խմի։ Կարգին տեղ են առաջարկում, գնա աշխատի։ Լսիր։ Իմ գործը լավ գործ է։ Շատ կարևոր գործ է։ Ինձ դուր է գալիս։ Բանալին էլ չեմ տա։ Տոդը մի տուր։ Պատում նայիշ։ Ուրիշ անելիք չունեք։ Խելոք մարդը տեսեց ձեր եք առնում։ Ինչ են կարևոր։ Պահ, ոնց կլներ։ Դո ես դու։ Բրիգադերիդ որտենում ես, ոտերը թուլանում են։ Դա ավելի վարդան։ Խելոք մարդ եք տեսեց ձեր եք առնում։ Արի ես կոմելը։ Արի։ Արի։ Միրա արի մետ կատակարա պիոս։ Վարդան։ Մի շաբաթ է այս զայնին ցանգից չի տալիս։ Ասեք, որ սա պետական հիմնարկ է։ Այո։ Ես քեզ խնդրել եմ, որ այստեղ չզանգահարես, որովհետև սա պետական հիմնարկ է։ Լավ։ Այսօր երեկոյան։ Էս էլ մենք։ Բարև ձեզ։ Համեցեք։ Ներս գնացեք։ Արի։
Երեխաներս խմող չեն։ Ճիշտ որ։ Հիմա հյութ կբերեմ։ Ես մի հատ բանալիներ։ Մամ, շատ ենք մնալու։ Գոհարիկ ձեռք չտաս, բանալին տեղը դիր։ Էս ինչի ենք տխուր նստել։ Չեղավ։ Հիմա կմիացնենք բոլոր ագրեգատները։ Տեղ կբացենք։ Որ ուրախանանք։ Աննա, բարի։ Au rythme de ses pas, la cendrille a coulé à la feria de Tolède. La fille qui dansait m'était montée à la tête. Quand un banderillo m'a dit l'ami, reste calme, car au contorero, si tu regardes sa femme, mais elle s'avance vers moi et laisse tomber sa rose. Avec un billet qui propose un rendez-vous à l'hacienda. On s'était enlacé sous l'oranger, mais la dueña, on s'était levé sous sa reine. Le matador trompé surgit de l'ombre et s'avance. Moi sur mon oranger. Մակրաձե։ Ապրիմ բալիկա։ Ես էլ տամ։ Հա, դուր։ Միշտ ապի։ Տես։ Կարեն, խնձոր կեր։ Չեմ ուտում։ Մի բաժակ ջուր բեր։ Ես կբերեմ։ Չէ թող ինքը բերի։ Դրեմ նայեք, տղամարդ է դարձել։ Ինձ նայիր, դիտման բարեցիր։ Ավել նոր է։ Ես կհավաքեմ։ Չսիրեցիր դու ինձ, եղբայր։ Սպասի։ Ես կանեմ, մամ։ Մինը մնագուհարիկ։ Ասենք ինչ մի սիրելու բան եմ որ։ Կարեն։ Կարեն, արի։ Ինչի եք շտապում։ Ուշ է։ Կոչկեցի։ Արի։ Բաց արա դուռը։ Ստեսություն։ Ստեսություն։ Երեխաներ, հանգիստ։ Էդի տղամ։ Դուք մեզ լավ լսում եք։ Լսում եմ, իհարկե լսում եմ։ Վայ, հենա կանգնած է պատշկամբում։ Հիմա հեռու գնացեք, որ ես չերևամ։ Ահա։ Ձեր
խոսեք, որ եկած։ Իսկ հիմա մեզ լսում եք։ Լսում եմ, բայց չեմ տեսնում։ Ասում եմ, այն ինժեներն եկել է։ Տեսում ես ասում, հավաքվեք եկեք։ Հա։ Կպահեմ։ Ինչ ես իրար խառնվել, մենք մի ժամից գնում ենք։ Թե մարդա եկել է, չյուրասիրենք։ Ջոր, դուք պատահեց ձեզ համար էլ վերցին։ Բարի ողջ։ Հետո Աննան, հետո Դավիթը։ 1 Էսով, հա։ 3 Աննամի խանգարի։ Իրա համար մարդը։ Ով ասաց, որ մարդ չի, բայց պիտի ծանոթանանք։ Կծանոթանաս, գնասինակ։ Ահա։ Հորաքույր, այդ ինչի ես այդպես զուգվել զարդարվել։ Մեղայ Աստծո, ես իմ ամեն օրվա շորն է։ Ամեն օրվա։ Բա իհարկե։ Համեցեք։ Ես ինչ լավ եք արել եկել։ Ես որ խաչիցն է։ Բարիք ջան, ո՞նց ես։ Ոչինչ։ Լավ եղիր։ Լավ եմ։ Ուրախ։ Վատ լինելու ինչ կա։ Համեցեք, Սոնա ներս նայիր։ Թե օգնելու բան կա։ Չէ, մի քիչ Ներսում խոսեք։ Բոլորիդ տեսնում եմ։ Ինձ եք տեսնել, Աննասու։ Դե ասեք, որտեղ ենք։ Սարի ետևից կարեն դուրս եկեք։ Երեխա սիրող է երևում։ Հայկն էլ էր երեխա սիրում։ Վերջում ինչ ստացվեց։ Ինչի ես կանչել։ Մորդ չկպչես, ես եմ կանչել։ Լավ եմ արել, շատ լավ եմ։ Դու գիտես ինչն ես հորաքույր։ Ինչն եմ, թե սրան գտար բոլորիս մոռացար։ Ում եմ գտել։ Վերջ, սեղանը բացարեք։ Սեղանը։ Դուր տեսնեմ։ Եվա ջան, սրանք դասավորի։ Ահա։ Ես կանչի թող գա։ Ռուբեն։ Բարև ձեզ։ Ծանոթացեք, Սոնայիս ընկերն է, Ռուբեն։ Ուրախ եմ։ Մենք էլ ենք ուրախ։ Այ Արուշ ջան, այսօր ես կան նեղություն քաշում։ Մինչև իմի չհասկացար, որ ես ամեն ինչը սուտ է։ Մարդուս կյանքում ինչ է մնում, բարեկամություն, հարազատություն, սեր եւ ընտանիք։ Իսկ ընտանիքին ինչ է հարկավոր։ Փոխադարձ հարգանք եւ թողների ինձ մեր Ռուբենը։ Նյութական բազա։ Այդ անտեր նյութականն էլ այնպես է գնում, որ Ես 40 տարվա մանկավարժ եմ եւ մի պարզ ճշմարտություն գիտեմ։ Եկաք ապրեք։ Դե ինչպես կարող ենք չգալ։ Պապան էլ հեսա կգա։ Բարի ողջ ձեզ։ Աչքներդ Օ, լույս։ սոնասած ես։ Ծանոթացեք, Սոնայիս ընկերն է։ Կներես, բալիկ ջան։ Բան ոչ չենք մոռացել։ Չեմ կարող չմոտենալ, չամփոյել ձեր ձեռքը։ Մոտեք Եվա։ Նստեք։ Տիկին Մարիանու։ Շակ չմերնես։ Իզուր է զարմանում Տիկին Մարիանուշ։ Մի ժամանակ չէին անում, բայց հիմա ձեր քամփուրելը շատ ընդունված է։ Շատ է ճիշտ է։ Տղամարդը միշտ է պետք է մի քիչ ջենտլմեն լինի։ Համաձայն չեք ինձ հետ Ռուբեն։ Համաձայն եմ։ Իսկ ես այլ կարծիքի եմ։ ինչու Չոնգուրյան։ Լավ է, գեղեցիկ է։ Փորձեմ բացատրել։ Ես 40 տարվա մանկավարժ եմ եւ մի պարզ ճշմարտություն։ Վայ, այսօր եկա։ Ոչ եմ մշացել։ Ճիշտ ժամանակին ես։ Ծավեցրու։ Էս ինչ նեղություն։ Ոչ մի նեղություն։ Յա, ես ինչա, մենակ մենք ու մենք ենք։ Բա, ես ու կողմից մարդ չկա, հա? Գնա տեղը։ Ուտի։ Ժակ, մի ջղայնացի։ Ախ, տեսնում եք ոնց է իրեն։ Արի մի տեսնեմ, ոնց ես։ Լավ եմ, շատ լավ եմ։ Գարուս ջան, Սոնայիս ընկերն է։ Ռուբեն։ Չհասկացա։ Ձևը փոխվել է։ Մենակ են գալի խնամախոսի։ Խնամախոսը որն է։ Հենց այնպես հավաքվել իրար հետ ծանոթանում ենք։ Հետո Ռուբենին էլ կհետաքրի, չէ՞ թե մեր Սոնան ինչ ազգուտակ ունի։ Ինչի է դա կգրում։ Ապրես, մալադեց։ Շատ խելոք բան ասիր։ Մի տղին մի աղջիկ է հասնում։ Դուք որ իրար մեջ որոշել եք, մնացածը պարապ խոսք զրույց է։ Չոնգուրյան մի շիշը տուր։ Ապրես։
Բաժակետ որն ես։ Ու։ Գալիս եմ։ Բայդալուշ։ Մի կարգ։ Ահա։ Այսօր Չոնգուրյանին մի լավ հարբածներ է։ Ոչ մի։ Սո, ինչ։ Բոյը մի քիչ կարճ չի։ Մի քիչ կարճ է։ Ոսե դուր։ Ում չեմ լսրել։ Ներմոն։ Գարուշին ասա իրեն մի քիչ զուտ պահի։ Գարուշին բան ասել կլինի։ Վերցրինք։ Չեմ խմում։ Ապրեք։ Խմելը ոչ մեկին օգուտ չի բերել։ Մեկ կարելի է։ Սոնա։ Առաջ մինգի մի վրազի Գարուշ ջան, սպասի թող Արտավազ ջաջան գա։ Արտավազ ջաջանով է։ Սոնայիս հոր եղբայրն է, մեր ազգի մեծը։ Նրա խոսքն օրենք է։ Դատավոր է։ Չէ։ Դատավոր չի, բայց մեծը մնում է մեծ։ Ծնողներ ունեք, Ռուբեն։ Չունեմ։ Ինչ չի որ ծնողներն օգնում են։ Խանգարող ծնողներ այնքան կան։ Այդպես մի ասա Լարիսա, երեխաներին նայող է պետք։ Կարգին տղամարդը չպիտի թողնի, որ կինն աշխատի։ Ինչու։ Թողնստի տունն ու երեխա պայի։ Բայց ինչու են ասում տղամարդկանց եւ կանանց հավասարություն։ Դու ձենդ կդրի տուտ։ Քո սխալները կյանքում շատ են։ Գարուշ ջան, չեղավ։ Շատ էլ լավ եղավ։ Իրան մեկ պետք է։ Դուք սրան լավ չեք ճանաչում։ Չհասկացա։ Կհասկացնեմ, վիրավորելու կարիք չկա։ Լարիսա, իսկույն Ժակին ետ կանչիր։ Լավ է։ Ժողովուրդ, ես 40 տարվա մանկավարժ եմ եւ մի պարզ ճշմարտություն գիտեմ։ Արտավազը եկավ։ Արդեն խոսքը բացել է։ Մենակ խարգը տվեք կախ։ Մեր իրավիճակի հավաքեցին։ Համեցեք, Արուս ջան, մաքուր ապսե եւ բաժակ բեր։ Ինչպես է կարտավազ եղբայր։ Հարկասում, որ ոտքի վրա եմ ուրեմն լավ եմ։ Արտավազ ջաջան։ Սել մեր Սոնայի ինգերը։ Ծանոթացիր։ Ծանոթանա։ Կամաց։ Կծանոթանանք։ Բա Սոնան ուր է։ Խոհանոցում։ Կանչեք թող գա։ Սոնա ինչ եղավ։ Արի, կանչում են։ Էս ինչ բերեք իմ գլխին, էս ինչ է կանում։ Ես ինչ իմանամ, հորաքույրդ ասեց թող գան, որ չկարծի թե Սոնան անտեր է։ Արի։ Արտավազ ջաջա, էս էլ Սոնան։ Ահա։ Դե, նստի Արտավազ ջաջայի կողքը։ Արի, Համեցեք։ Աղջիկ է հուզվում է։ Ասուն հլա փեսա չդարած արդեն նեղացրել է։ Մի հաստատ տեսնեմ ով է, ինչացու է։ Դա ինչ կապ ունի է Արտավազ ջաջա։ Ոնց է ինչ կապ ունի։ Աշիկ ենք մարդու տալիս, բաչի մանանք, հո պասաժիր չի որ երկրորդ դիմանաս, հասնես Մոսկվա ու վերջ։ Աշխատավարձդ ինչքան է, տղա ջան։ Արտավազ ջաջա։ Լուսուս։ 160 ռուբլի։ 160։ Աշտեր։ Բա դու կողմնակ եկամուտ բան չունես։ Լավ էլ Արտավազ ջաջա, պետք չի։ Ոնց է։ Ոչ, թող հարցնի։ 160 ռուբլի եմ ստանում։ Ասածս էնա, բա դու ուրիշ եկամուտի աղբյուր չունես։ Այդ մեդալները կողմնակի եկամուտով ես վաստակել։ Ոբշի վագոնով մանեկողներից հա։ Կամաց հարևանները չիմանան։ Դուք ինքներդ հարկադրեցիք նրան։ Ոսկամի քիչ։
Նորից միացրու։ Պահի։ Լավ։ Հերո թող դրան։ Հերո գնացեք։ Լսում երեխեք։ Միրանի։ Լավ երեխեք են։ Կոնդենսատորները մաքուր պահեք։ Բարև Սոնա։ Բարև։ Կարելի է այսօր ձեզ հրավիրել ռեստորան։ Լավ արի թող։ Լիլիթի ծննդյան օրն է չեմ կարող։ Սոնա։ Երեխեքը ոնց են։ Լավ են։ Լիլիթ, ափսեները փոխիր։ Իսկ ձեր կարծիքով ես ինչ եմ անում։ Ոչինչ ասել չի լինում։ Ամեն ինչ գիտեն։ Սոնա, մի րոպե եկ։ Սոնա։ Աղջին չես սարաստոլմի պես նստել, գիտես ով է, գիտես ինչ մարդ է, որ հետ ամուսնացավ էր վсё, դե գնա, գնա։ Հանջարեղ բան ես մտածել, երկուսն էլ կերջանկանան և մեր կավորությամբ։ Ես միշտ էլ հանճարեղ եմ մտածում, մի անգամ եմ միայն լավ։ Տանջվեցինք։ Երեխաների համար խելքը սիրմս չէ, հատկապես նվագող երեխաների համար։ Իսկ դուք նվագում եք, Բագրատ Սիմոնովիչ։ Խնդրում եմ ինձ ասեք Բագրատ։ Շատ լավ։ Իսկ դուք մի որևէ գործիկ նվագում եք, Բագրատ։ Չեմ նվագում, բայց երաժշտություն սիրել եմ մանկուց։ Ես էլ։ Դուք էլ։ Ինժեներդ Բագրատին իրենով է անում։ Էջուդեսալ
նվագեմ։ Իհարկե, անպայման, լսում։ Նվագիր բալիկը։ Այսպես է, հենց տեսնում եմ, որ իրեն ուշադիր լսում են, ինչքան ասես կնվագի անվերջ, բայց որ ասում եմ նստիր պարապելու, դառնում եմ թշնամին, ծեծում ջարդում եմ, ինչը բերում եմ գործի։ Այ քույրս, մեղք չես երեխան, ինչու ես չարչարում։ Ներկաց գնա Հյուրերը խաղարաբար։ խնդրում են նայել նվագում են, ես եմ ստիպում, ոչ չեն մերժելու։ Տեղ բացարեք, ժողովուրդ եկեք Մենք բարենք։ պատրաստ ենք բարելու։ Երաշտություն տվեք։ Իրոք որ եկեք բարենք։ Մի քիչ աշխուժանամ, ճիշտ չի առաջարկությունից։ Հոպա։ Երկու ժամը պետք է դիմանաս։ Վարտան։ Հա։ Վարտան, ճիշտ ենք անում։ Էլ չենք խոսում, արի։ Տաքսի, տաքսի։ Բագրատ Սիմեոնիչ, Սոնան մի փոքրիկ հարց ունի, բայց դե ամաչում է ձեզ ասել։ Խնդրում եմ օգնեք, հա։ Իսկ ինչ կարիք կամաչելու։ Դժվար չի լինի։ Ամենևին։ Ինչ որ ասեմ կանեք։ Դե իհարկե ես ես համար ամեն չկանեմ։ Պատժեք այս մարդուն։ Ում Սարգսյանին։ Ես նրան կոչնչացնեմ։ Շվախենաց Սարգսյան կատակ արեցի։ Այ Վարտան, ախր ես շարքային ֆելշեր մարդ եմ, բժիշկն իմացավ, տուջը, հերս կանցի տուջը։ Սա մեր հիվանդանոցը չի։ Կասես գործի ժամանակ ընկել, ջարդը փշուր ա եղել։ Այ մարդ նառան մեր քուրնա, բարև նառա ջան։ Բարև։ Էս մեր նոր նշանակված գլխավոր տեխնոլոգը չի։ Բա ինչա, կարքին մարդ է, այնա որ տվյալ մոմենտին սա մեզ համար կյանքի հարց է։ Կարճ ասած աղջկա հաշիվա, ապրյոմ եք բնաս։ Ապրես։ Նառա։ Ինչ։ Սոնա հերախոսի մոտ։ Այո։ Ինչ հիվանդանոց։ Մեր գործարանի։ Գիտակցությունը կորցրելը մենակ ձերանունն է տալիս։ Ուզում եք կամ ձեր հետևից։ Պետք չի գալիս եմ։ Այսօր ես գնում։ Հիվանդանոց։ Ոնց հիվանդանոց։ Ինչ ա պատահել։ Սոնա։ Ճիշտ որ ուզում ես իմանաս, լավ կլինի դու ստեղ մի շաբաթ էլ պարկես։ Ինչի։ Կարող է ինքն էլ ուզենա գա քեզ տեսակցության։ Բնակարանիդ համար էլ չանհանգստանաս։ Բանալները կտաս ինձ, ես կգնամ այնտեղ ինչ որ պետքա կանեմ, ծաղիկա բանա կջրեմ։ Եկավ։ Չվախենա։ Ինչ է պատահել։ Արդեն դեպի լավն է գնում։ What's it got?